Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Կարելի է, որ դուք եք կենսաբանական ծնողները Լևոնին։ Արի մի տեղ զբոսնենք։ Բայց խոսք ես տալիս, որ ոչ ոք սրա մասին չի իմանալու։ Ես եթե քեզանից ինչ-որ մի բան ուզեմ, ես հաստատ կստանամ։ Հիմա մնում ամենակ դու որոշես, որ թիմից ես, տվողների թե վերցնողների։ Ձուկ բռնելը հեշտ գործ չի։ Ձկները տարբեր են լինում։ Ամեն մի ձուկ իր նախասիրությունն ունի։ Իսկ ձկները տարբեր են լինում։ Դու պիտի նախորոք ուսումնասիրես, թե որ ձուկը ինչ է սիրում։ Ու համապատասխան խայծ ընտրես։ Հասկացա՞ր։ Եթե խայծը ճիշտ ես ընտրել, ձուկը իր ոտով կգա ու կբռնի խայծը։ Բայց հաստատ կգա։ 100%։ Ես քեզ խոստանում եմ, անպայման կգա։ Դե լավ։ Հիմա ինձ մի խանգարեք, գնացեք, հետո կմոտենաք, լավ։ Գնացինք։ Արի։ Դու լրիվ խելքը գցելես։ Հաղորդագրությունը կողնայի լեսով է։ Հիմա կարևոր մի բան կա։ Ոնց ալնել, որ Դավիթի ճահճից դուրս գալ, վերջնականապես կուլ չգնալ։ Վաղն հերիք չի ապուշություններ դուրս տաս։ Հաղորդագրությունն այ կարող է կարևոր է։ Կարևոր։ Իսկ ես ասեցի կարևորը որն է։ Վահան ինչ եղավ ով է։ Վահան։ Գործ ունես։ Վահան լրիվ ես նվեր տան հեռախոսն է թող վեցնը։ Ես գիտեմ, որ տան հեռախոսն է, դրա համար էլ ասում եմ գործ չունես։ Ինչ կասես, ես ու տղետ սազում ենք իրար։ Սիմուրատ, եթե տաղիս գլխից մի մազ անգամ պակասեց, ես կեզ… Էդ ինչ պտի անես։ Ձեն հանի, հա։ Ձեն հանի է, էդ լեզուտ կոլ տվեցիր, հա։ Չա ուզած է տարա, երեխու հետ ինչ ունես։ Մարդ պտի պատասխանատու լինի իր ասացների համար։ Ինչ ասացը, տարա, ինչ ասացը, կոնկրետ ասա հասկանա։ Էդ ստացվում է, որ չես հիշում, հա։ Որ այդ խոսա մեծիք։ Մեր վերջին հանդիպման ժամանակ ճոռոմ խոսում էիր։ Քեզ ես իմ ում տեղն էիր դրել։ Որ ասում էիր քո համար ամեն ինչ մեկ է։ Հիմա ինչ է։
Մոռացել ես, հա? Դու ինձ տեղ նստած Դավիթից ես պատմում։ Բայց իմ համար մեկ է։ Դու ինձ Մերիից ես պատմում։ Բայց ինձ էդ էլ է մեկ, ես թքած եմ։ Դու ինձ քո ինտելեկտով, քո իմացությամբ չես զարմացել։ Գիտես ինչի՞։ Որովհետև իմ համար մեկ է Մուրադ։ Ես քո համար ոչ Ալիկն եմ, ոչ Արամն եմ, ոչ էլ Դավիթը, որ ինձ վրա տպավորություն ստեղծես։ Լավ եմ անես, քո ոչ մի ասած է ինձ վրա չի հասնում։ Ուրեմն ասում ես, որ քո համար ամեն ինչ մեկ է, հա? Դու կորցնելու բան չունես։ Ու իմ ասածները քո վրա չի ազդում, հա? Մուրադ չհամարձակես երեխին ծերտաս, լսում ես? Դու ինձ ասում էիր, որ դու տարվելու բան չունես։ Իսկ հիմա հասկացար, որ ունես։ Հասկացա, Մուրադ, հասկացա։ Դու ասում էիր, որ պատրաստ ես ինձ կրվես, որ ես հաճույք ստանամ։ Քեզ ում տեղն էիր դրել։ Ասեմ քեզ իմանաս, որ ես իմ խաղից միշտ էլ հաճույք եմ ստացել։ Ու հիմա դու կրվելու ես ոչ թե նրա համար, որ զիջում ես, այլ նրա համար, որ մտքիդ ծերով անցկացրել ես, Մուրադին կարաս հաղթես։ Հիմա ինձ Մուրադ հանելու համար երեխին ես վնասելու, հա? Բայց դու կորցնելու բան չունես, չէ՞։ Քո համար մեկ է, չէ՞։ Մուրադ դու իմ հետ հաշիվում ես, իմ հետ խոսա։ Իմ հետ հարցերը լուծի, երեխուց ինչ ես ուզում։ Ես ուզում եմ, որ դու մաշկիդ վրա զգասեն, ինչ ստիպում ես, որ ուրիշներ իրանց մաշկի վրա զգան։ Ես ուզում եմ, որ բերանդ ապր-ցպր աջ ու ձախ չբացես, ես մեկ, որ այդ գլուխդ մտնի, թե դու ով ես իրականում, ես երկու, ու իմանաս ով է Մուրադը, ու ում հետ դու գործ ունես, ես էլ իրեք։ Հասկացա, Մուրադ, ասեցինք հասկացա, ասացը տասա, ինչ ար պետք որ անում, որ երեխին բաց թողնես, ինչ պետք է անես։ Դու ոչ մի բան չես հասկացել։ Հասկացող մարդը այն գլխից տենց բան չեր անի։ Ու ասեմ քեզ, դու քո արարքների համար պատասխան ես տալու։ Ու ասեմ, որ իմանաս, մինչև դու ինձ հետ ստե լեզվիդ ես տալիս, ընդե երեխուդ պատրաստում են ջուրը գցել։ Մուրադ տենց բան չանես։ Մի արա, խնդրում եմ, մի արա։ Ո՞ց թող, մի արա, չեմ ուզում, ո՞ց թող։ Բան, ես քեզ վերջին անգամ եմ հարցնում։ Քեզ հետաքրքրում է, թե ինչ կլինի Լևոնի հետ։ Հետաքրքրում է, Մուրադ։ Մուրադ դու հաղթեցիր։ Ազում կրեցիր, դու կթար իմ թույլ տեղը։ Մենակ թե տղից մերն ասի, ասա ինչ պիտի ան։ Դեր չէ, այ, եթե ասներս տար առ տար կատարես, ինչ ժամանակ գուցե տղետ ապրի։ Մուրադ ինչ ասես ես կանեմ, մենակ թե ասա, խոսա ինչ պիտի անեմ։ Ուրեմն դու կգաս իմ տված հասեով, մտքովդ չանցնի հանկարծ ոչ բերես ոչ էլ մեկ ուրիշին, եթե տենց բանենի ոչ թե տղիդ կստանաս, այլ իրա դիակը։ Ես կանեմ, կամ վերջ տաս տղից, ես կանեմ։ Ամեն ինչ կանեմ, ասեցի մենակ բան չասես, ասա, ասա։ Այ, հիմա զգում եմ, որ քո համար մեկ չի։ Դե հիմա թուղթ ու գրիչ վերցրու։ Ասա, լսում եմ։ Հա, գրեցիր։ Գրեցի։ Արագացրու, ժամանակը գնաց։
Լևոն ջան, պահի։ Պահի։ Ահա։ Բացացու։ Ահա։ Բերեսկո։ Բեր։ Բայց զգուշ։ Սակո բաց թող գնա։ Հանգստացի Լևոն ջան։ Ոչ մի բան չի լինի։ Հա, ինչ անեմ սրա հետ, ասա։ Ես ուզում եմ, որ դու իրան բաց թողես։ Բաց թող գնա։ Բաց թող է։ Լևոն ջան, ձուկ բռնելը դուրդ եկավ։ Չէ, հեչ էլ դուրս չէ։ Ինչի։ Որովհետև որ այդ կերնիկը մտնում է իրաց բերանի, իրան ցավացնում է։ Ճիշտ ես ասում։ Բռնվելուց իրանք անշուշտ ցավ են զգում։ Տենց է Լևոն ջան, տենց է։ Բայց քանի իրանք ազատության մեջ են, իրաց մտքով երբեք չի ասում, որ կարող են իրանք բռնվել։ Ու դրության տերի մեջ միշտ իրանք են։ Այ երբ խայծը ճիշտ ես ընտրում, իրանց հեշտ է բռնելը։ Լևոն ջան, լասը տեսնեմ, այս մնացած ձկների հետ մենք ինչ անենք, հա? Բաց թող գնա։ Լավ, սակո բաց թողես ձկներին, սրանք էլ նույնպես պետք չեն։ Մեր փայ ձուկը մենք արդեն բռնել ենք։ Իսկ սան կապրեն, Սակո։ Կապրեն, Լևոն ջան, կապրեն, քանի դեռ մի ուրիշ ձկնորս իրանք չի բռնել։ Բա։ Մեղք են իրանք, շատ մեղք են։ Լևոն կյանքը տես բան է։ Մարդկանց մի մասը այս ձկների նման է, իսկ մյուս մասն էլ ձկնորս է։ Ես ուզում եմ, որ դու ձկնորս դառնաս։ Չէ, ես չեմ։ Վահան խոսա։ Վահան մի լրի ձեն հանի։ Վերը հանգստող ինձ ես պիտի մի բան մտակ։ Վահան ես ամեն ինչ լսեցի։ Ովքեր են այդ մարդիկ, ինչ են ուզում։ Չգիտեմ, ասացի հանգիստ թողից։ Վահան ես լսեցի Լևոնի ձենը, լսեցի։ Գիտեմ, մերի գիտեմ։ Ինչ ես կանգնել։ Ինչ ես կանգնել, գնա Լևոնի տուն բեր, Վահան։ Ինչ չգիտես, այդ մարդը շատ վտանգավոր մարդ է։ Ինչ ես կանգնել ստեղ։ Ինչ ես կանգնել, էսա քո հերությունը, էսա սենց ես Լևոնին հերություն արել։ Մերի ասացի ձեր հետ կտրի թող մտածել։ Լսի ինձ, հենց հիմա գնա Լևոնի տուն բեր, լսում ես։ Ինչ ուզում ես արա, գնա բոլոր պահանջները դրանց արա Լևոնի տուն բեր։ Լսում եմ, հա, լսում եմ։ Մուրադ ես քնիշն եմ ասել արա, թե ես էտորը դրան տես բաներ ասեց երա։ Ինչ անեմ, այն ինչ անեմ։ Վահան, ինչ ես կանգնել։ Վահան, ինչի չես գնում, Վահան։ Մերի հանգստացի։ Ես պիտի մտածեմ, հասկանես պիտի պատրաստվեմ։ Պիտի հասկանամ, թե այդ աննասունը ինչ օին է ուզում գլխիս խաղա։ Ինչ պետք է մտածես, Վահան։ Ինչ պիտի մտածես, վերջին անգամ ինչքան մտածում ես, մեկ բոլորս մենակ տուժում են։ Վահան, ես հիմա նստի գնա։ Գնա բեր Լևոնը, չես լսում։ Գնա Վահան։ Ես աննասունը խրճի վերցնում արա։ Ինչ է Լևոնը։ Ինչ պիտի լինի, զանգում եմ չի պատասխանում ես ապուշը, արա Սակոին եմ զանգում, ուրա։ Նդ հանգստացի ինչ է։ Չի պատասխանում, ասում եմ լեսնա ինչ է եղել։ Ինչ ես ուզում է այդ տղուց։ Դու չասիր, որ երեխուն դպրոց տանի։ Որա, ես խիչի տարա դրան դպրոց, արա։ Այն խելարում ես գնում։ Արա, ես լսեցի Լևոնի ձենը։ Ես լսեցի, որ իրան տանջում էին։ Մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց ես ինքս լսեցի։ Էս, ահա, ու մեր ծրագրավորածով է։
Սաքոնը Լևոնի մոտ է։ Արա մենք զից չենք պայմանավորվել։ Վերջ դու։ Ես կգնամ վեհաններ։ Լավ։ Արամ։ Մերի։ Քեզ ասում եմ ներսյան արի։ Նա թավաքի քեզ ու ասա տնամ ինչ ա եղել։ Մուրադ երեխին ա տանը։ Ասեն գիտես։ Հա գիտեմ։ Դենաստեն գնաց։ Նստին գա։ Ինչ ես անում, թող ես քշե։ Արամը քշի, հանգի։ Նստի։ Նստին դեր։ Ինչ արա։ Դիթերջե։ Ես ինչ է, չի ես գորգորում։ Ես ու սաղով սենց գնացին, հա։ Ստեյա ասեգաս։ Հա։ Ծանոթ ձեռագիրա, Մուրադի խելառություններն է։ Էդ չեղավ, հա, դուր մի հատ ալիկին։ Ինչ ուզում ես ալիկը ծրագրի դու կրակ ես, հա։ Հա, վատ չէ լինի, ինչ ա եղել որ։ Ես պատրաստ եմ, արի տեղերով փոխվենք։ Կարաս մատ լրջանաս, հիմա դրա ժամանակը չի։ Սեսի հաստատ մոյկի աշխատող չի։ Բայց աշխատող է։ Թորոսյանը դու ես։ Ես եմ։ Քեզ սպասում են ներսում անցինարսի։ Ինչ անենք, հա։ Եկեք մտնենք ներս։ Տենանք ես ինչ ֆոկուս է։ Լավ ինչ ես ամեն ինչը նշանակում, հա։ Քավորը լրիվ է դժվար, հա, ապուշացել է։ Քավորը լողացնելու բնավորություն ունի։ Հիմա էլ քո հերթն է, անենց որ բաղնիկը տան ու շապեր։ Կարաս մատ լրջանաս։ Ինչ ես ցանցառացը։ Հա, բայց անծանոթ ու տարօրինակ տեղ է։ Չեմ զարմանա, որ ներս մտնենք տարբեր կողմերից ավտոմատներով շարեն մեր վրա։ Զենքը դու։ Հանգիստ։ Ես էլ եմ գտնում, որ մտնել պետք է։ Изысканный стиль и неповторимый дизайн на любой вкус. Необходимое и уникальное в вашем интерьере. Эксклюзив Декор. Здесь красота оживает. Торговый центр «Вегас» с пересечением МКАД и Каширского шоссе, а также Крокус Сити Молл на 66-м километре МКАД. Eնում սիրում քույրիկն է։ Ոնց ես։ Լավ, դու։ Շատ լավ։ Գնացիք դպրոց։ Լևոնիկ ինչ որ
Չարություններ արել։ Հա, նման մի բան։ Ինչ է նշանակում նման մի բան։ Չգիտեմ, դժգոհում էին էլի։ Լավ, այդքան մի ներվի, Լևոնիկի տարիքում բոլորն էլ չար են լինում, այնպես որ ժպտա։ Ժպտա։ Սա։ Ինչ-որ բան է եղել։ Ինչ-որ բան է եղել, որ սենց ուրախ ես։ Այո։ Որ իմանաս դու էլ կուրախանաս։ Եվ ինչ։ Հիշում ես, որ հարցրեցիր ես ու Արամն ինչ էինք անում մինչև առավոտ։ Ինչ էիք անում։ Ես ու Արամը։ Ինչ դու Արամը։ 3 գիշեր համբուրվել ենք։ Ինչ երեխա ես, բայց դու դեռ սան։ Չէ, պատկերացնում ես ինքը իր նախաձեռնությամբ ինձ համբուրեց։ Պատկերացնում եմ։ Չէ, չես պատկերացնում։ Ինքը իր նախաձեռնությամբ ինձ համբուրեց։ Իսկ դա նշանակում է, որ… Ինչ է նշանակում, Սոն։ Դա նշանակում է, որ ինքը իմ հանդեպ անտարբեր չի։ Սոն, գիտես, ես ձեր հարաբերություններից ոչ մի բան չեմ հասկանում։ Մի քանի օր առաջ չէր, որ ասում էիր, որ ձեր մեջ ոչ մի բան չկա, որ Արամը քո հանդեպ անտարբեր է, որ ոչ մի բան չի կարող ձեր մեջ լինել։ Այդ ընդամենը 3 առաջի օրն էր։ Իսկ ինչ փոխվեց այս 2 օրվա մեջ։ Մերի, ես ասում եմ, Արամը ինձ համբուրել է, չես լսում։ Դա հետո ինչ։ Որ դու ներկա լինեիր, այսպես չէիր խոսի։ Ամեն ինչ կհասկանայիր։ Պատկերացնում ես գիշեր, պարզ երկինք, աստղեր, ու մենակ ես ու Արամը, ուրիշ ոչ։ Ես չեմ հասկանում, այդ ինչ տեսակի մարդ է Արամը։ Համ քեզ է սիրահետում, համ ուրիշ մեկին։ Չհասկացա։ Դու գիտես այդ կնոջ մասին։ Չէ, Սոն, որտեղից պետք է իմանամ։ Իհարկե չգիտեմ։ Բա ես մեզնից եմ պատմում, դու այդ կնոջ մասին ես խոսում։ Սոն, հանգստացի, ես այդ կնոջը չեմ ճանաչում։ Մերի աչքերիս մեջ նայի։ Մերի նայի աչքերիս մեջ։ Դու հաստատ այդ կնոջը գիտես։ Ամեն դեպքում գիտես իր գոյության մասին։ Սոն, ես այնքան գիտեմ, ինչքան որ դու։ Լսի, ես հենց Արամից եմ խոսում, դու այդ կնոջն ես հիշում։ Իսկ այդ կնոջը նույնիսկ Արամն է մոռացել։ Իսկ ինչի՞ց ես ենթադրում, որ Արամը մոռացել է այդ կնոջը։ Եթե այդպես չլիներ, Արամը ինձ չէր համբուրի, Մերի։ Սոն, հանգստացի։ Եղածը մի հատ համբույր է եղել։ Այդպես չի։ Այդպես է, Սոն։ Այդպես է։ Ու ես չգիտեմ Արամը ինչից տրտված է այդ քայլին գնացել։ Միգուցե ինքը քեզ խղճացել է, Սոն։ Մեր ինչ ես խոսում։ Գժվեցիր։ Ինչ է նշանակում խղճացել է քեզ։ Ընդհանրապես դու ինչ գիտես, դու այնտեղ չէիր, ոչ մի բան չես կարող իմանալ։ Ու չեմ էլ ուզում իմանալ։ Լսի, ես քո հետ կիսվեցի։ Քեզնից խորհուրդ էի ուզում հարցնել։ Մերի, իսկ դու… Ինչ ես սա։ Ինչ։ Սան, ես քո մեծ քույրն եմ։ Ու ես ինձ պարտավորված եմ զգում, հասկանում ես։ Ես պարտավոր եմ քեզ հետ պահեմ ամեն տեսակ դες պատահական կապերից։ Լսի, ինչ ամեն տեսակ պատահական կապ։ Ես գիտեմ ինչ եմ ասում, Սոն։ Մերի, դու կարաս կյանքում գոնե մի անգամ մեծ քրոջ կերպարից դուրս գաս։ Ու լինես ուղղակի որպես ընկեր, ում հետ կարելի է կիսվել, խոսել, զրուցել, խորհուրդ հարցնել։ Տենց հա։ Տենց Սոն։ Արդեն ինձ ընկերոջ կերպարը վերագրեցիր, հա։ Արդեն ամեն ինչ ինքդ նույն որոշել ես։ Մերի, ուշքի արի, չես խոսում։ Սոն, չես կարծում, որ հերիք է։ Բավական է։
Հերիկա, դու ինչ կարող էիր արեցիր, ամեն քայլ արեցիր, բայց չես կարծում, որ բավական է։ Հերիկա, կինը չպետք է ամեն ինչ բենակ ինքը անի, մի քիչ էլ պետք է տղամարդը իր կողմից մի քայլ ցույց տա։ Մերի, վերջսոն։ Ես քեզ արգելում եմ դու Արամի հետ հանդիպես։ Թե ուզում ես, որ այս ամեն ինչը Արամը ասի, բառացի ինքը քեզ ասի, ավելի լավ չի ես քեզ ասեմ, քան ինքը։ Մերի, ես վաղուց արդեն երեխա չեմ։ Ես այսքան ժամանակ պայքարեցի ապրելու համար ու ապրում եմ։ Լավ լսի։ Իսկ հիմա պայքարելու եմ հանուն իմ սիրո։ Չեմ պատրաստվում Արամին զիջել ինչ-որ կնոջ, որ չգիտեմ եղել է իրականում, թե չէ։ Լսում ես։ Չեմ զիջելու, նույնիսկ եթե ինչ է։ Նույնիսկ եթե այդ կինը դու լինես Մերի։ Սոնա։ Ինձ թվում էր դու արդեն ամեն ինչ ասեցիր ու վերջացրեցիր։ Բայց եթե էլի ինչ-որ բան ունես ասելու, Մերի ասել, ես լսում։ Մեզ տենց է։ Լսի, խավորը քեզ ինչ էր ասել, խավորը քեզ չէր նշասել մենակ աս, հա? Շասել, դու հրը խավորի տված պայմանը չլսած, խախտում ես տվածը խոստում է, էդ ոնց հասկանանք։ Երևմա դու Մուրադի լավ չես ճանաչում, Մուրադը իրա ձեռքով, իրա 3 տղերքին ա պատժել, իրա խոսքը գետ մտալու համար, քեզ ոնց ա թվում, որ խավորի իմանար, Սաս հրդապով եկել ես, ինչ կանի, հա? Տղոտ գլուխը վրից կթրցնի։ Չեք սաղը թեյրոսի տեղ դրեց ես, արա, հաստիլա։ Էդգար ինչ է կատարվում ըտեր։ Էդգար! Հիմա ինչ, զանգեմ Մուրադին։ Չէ, մեզ զանգի պետք չի։ Մենք այդ հարցը ստեղ տեղում կկարգավորենք, ինչ պարտադիր է, որ Մուրադն իմանա, հա? Լսում ես, Դավիթ ես ինչ ես։ Կամ հիմա ասում ես տարածդ փողերի տեղը, կամ մենք փոքր աղբորը գլուխը ծխում ենք։ Ես կամ չունեմ այդ հալանի հետ։ Ասա ինչ ա ուզած, այդ խոսա։ Վահան, մեքենատ առաջարկ։ Ճիշտ է, Վահան, հիմա դու մտածելու ժամանակ չունես։ Մեքենատ առաջարկի ու գնա հասի տղու, դրանից կարևոր բան չկա։ Կանես սնենց, ոնց որ Մուրադն ասեց, կետ տար կետ, հասկացար։ Միքայլենկոմ, տղուցը ձեռ ես քաշում։ Դե դավայ վազի, քեզ մի ժամեցեք իր ժամանակ մնաց, դավայ։ Սպասի։ Ես քեզ։ Վահան գնա, ժամանակ մի կոցի։ Բա դու մեր մասին մի մտածի, գնա տղուտ հասի աղբերս։ Վահան դու կարաս, ես համոզված եմ, որ դու կարաս։ Դու առաջել ես կարասի, քո անելիքը դու միշտ արել ես, ես անգամ էլ կստացվի։ Կստացվի համոզված եմ։ Չգիտեմ ապրեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ, ես աշկիս վերջն ապրեմ։ Վերջը չի, մենք քո հետ ենք դու մենակ չես։ Վահան դու պոկվի, մեզ մի սպասի։ Վահան գնա։ Գնա Վահան, մենք հետո գնանք միանանք մի ձերքս։ Ապա բայց խոսք տվեք, որ եթե Լևոնին փրկենք 6-ին հետ ինչ-որ բան պատահի, դուք քո հետ ոչ մի բան էլ չի պատահի, ամեն ինչ նորմալ կլինի։ Մի ներշնչի քեզ, գնա։ Դե խոստացեք, որ Լևոնին տիրություն կանենք։ Հասկացա, խոստանում ենք, բա ինչ ենք անում։ Ժամանակ մի կորցրու, գնա, ժամից էլ քիչ է մնալու։ Բայց որ մտածում եմ ինչ ենք անում, մի տեսակ սիրտս խառնում ալու, քեզ ված չես զգում։ Ինքն է խառնում, բա ինչ անում։ Լևոնի հետ ինչ ա լինելու։ Ինչ պետք է, ոչ մի բան, մենք մեր ծրագրով գնում ենք։
Լավ որ Վահանու արանքում համահանեց։ Եղում կողմնորոշվում։ Սաքո։ Կլնե դու ես մեջ սեր փախցնես։ Դե որ ուզում ես մեկ-մեկ կհամարացնեմ կփախցնեմ։ Լևոն ջան, երևում է դու դպրոցի հետ գլուխ չունես, հա։ Չէ, ունեմ ուղղակի դասերը հետաքրքիր։ Անհետաքրքիր էր, հա։ Տեսնես չէ սրան այն։ Գնացի։ Դե Սաքո ջան, դու գնա։ Սաքոն պիտի գնա։ Լևոնիկ ջան, ես գործեր ունեմ։ Գնամ, հետո կգամ կմիանամ ձեզ, եղավ։ Կավոր, կհանդիպենք։ Հիմա մենք ուր ենք գնում։ Քեզ դուր կգա կտեսնես։ Բայց լավ էլի ասեք ուր ենք գնալու։ Տեղ հասնենք կտեսնես։ Լավ։ Ամենակ դու ես պակաս։ Չէ, շտաբում։ Ճիշտ ասած մեր փոքր շտաբում է։ Մի շտաբիր, դեռ կհասցնես։ Ծանոթանա։ Ծանոթանանք։ Անունս Դիանա է։ Վահան։ Գիտեմ։ Ես ինչ եմ։ Կբացես այգու մուտքի մոտ։ Մինչև դա արգելված է։ Մի շտաբիր, կհասցնես դեռ։ Մի ժամ ժամանակ ունես։ Աշխարհով Վահանի հետևից եք ընկել, հա։ Մուրադը ձեր հետ ինչ ունի կիսելու։ Չի անգել ձեր հետևից։ Ո՞վ է դրանից գլուխանում։ Իսկ եթե լուրջ։ Դե եթե լուրջ, մենք իր անգիրոջ գլխին ենք սարքել։ Դուք։ Հա, մենք։
Ես ու Վահանը։ Ու էլի տենց մի երկու հոգի։ Բայց այդ 10 տարի առաջ էր ապեր։ Պաստորեն հիմա ձեզնից Մուրադը մուրը անում, հա? Տենց մի բան։ Իսկ Խավորի հետ ընկերը ինչ է, ինքը չի կարա մուրը հանի։ Չի կարա։ Ինքը ընդհանրապես էլ ոչ մի բան չի կարա։ Այն աշխարհում։ Սպանել եք, հա? Չէ, մենք ուղղակի իր գլխին սարքել ենք։ Ինքը նստել է, ծմա, ունդեղ էլ մահացավ։ Մենք իր սպանության հետ կապ չունենք։ Բայց որ ճիշտ ասեմ, հենց մենք էինք իր մահվան պատճառը, էլի։ Ապրեք, կարգին դուխով տղեկ եք, որ Մուրադի ընկերոջ դեմ եք դուրս եկել։ Իրանք այդ ժամանակ ընկերներ չէին։ Ինձ թվում է իրանք բանտում են ծանոթացել։ Ու հիմա Մուրադն ուզում է արդարությունը վերականգնի, պարզ է։ Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս։ Մենք հիմա Չարի կողմն ենք, Մուրադը բարու։ Արամ, այս խաղերը, որ կազմակերպել ես ու ուզում ես Վահանին արանքից անես։ Հիմա դու Չարի կողմից ես, թե բարու։ Իմն ուրիշ է։ Ես հաղթող կողմն եմ, իսկ Վահանը պարտվող։ Դե քոնը ուրիշ կլինի, էլի։ Կնգա վրա աշկ ես դրե։ Քեննու հետ ման ես գալի, հիմա էլ ուզում ես երեխուն արանքից անես, որ տաղու գլխին սարքես, ու քոնը ուրիշ է։ Մալադեց ապեր։ Ճիշտ ես, Ալիկ, ճիշտ ես։ Ես էլ սաղի նման եմ։ Մենք բոլորս էլ նույն կեղտի մեջ ենք։ Ուրեմն այդ երկնքներից իջի, ու քեզ վերին արտից օրենի տեղը մի դիր։ Դու էլ մեր նման տղա ես, Արամ։ Ու մի օր հենց սայթակես, ու էդ ելնելու է։ Մուրադը քո գլխին էլ է տալու։ Մուրադը գիտես խիա միշտ է տենց անում։ Ինքուն վրա կեղտ կա նրա գլխին բամփում է, որ ինքը այդ ֆոնի վրա միշտ մաքուր երևա ու բարի։ Չէ, Ալիկ, չէ, դժվար, ես չեմ սայթակի, հաստատ։ Դու արդեն սայթակել ես ապեր։ Ինչի։ Տես Վահանի հետ կապված հաշիվները նկատի ունեմ։ Մուրադը գիտես ինչ ձևի մարդ է։ Նայի, սաղ իրան դիմում են, ինչ-որ հարցերով, ճիշտ է։ Ճիշտ է։ Ինքը ոչ մեկին չի մերժում, բոլորի խնդրանքը կատարում է, ճիշտ է։ Հետո։ Նայի Արամ, ես վաղը գնամ Մուրադին, ասեմ, Խավոր, ուզում եմ աղբորս սպանեմ, ասելու է հարց չկա, սպանի։ Ու հենց ես աղբորս սպանեմ, ես իրա մոտ հոգեպես թույլանալու եմ, ինքը ուժեղանա։ Հասկացար։ Չէ, չհասկացա։ Լսի Արամ, Մուրադը ուղղակի իրան մեր ֆոնի վրա Աստծո տեղն է դրել։ Այդքան բան։ Լավ, երիկա փիլիսոփա ես հենա, դուրս եկավ։ Բայց մալադեց Վահան։ Մտածում էի արանքը կճղի, բայց չէ, տղեն եկավ հասավ։ Հալալա, վսյատակի ինչ ուզում ես ասա, ամեն տուֆտի մեջ մարդկային մի բան կա, էլի։ Բայց մի րոպե, են ինչ ծրարա ձեռը, հա?
Մուրադ, ես ինչ անիմաստ խաղեր է։ Ես տղից ձենն եմ ուզում լսեմ, Լևոնը հետը տա։ Իմ հետ է, եթե ժամանակին հասցնես, հնարավոր է ոչ միայն լսես տղու ձենը, այլ նաև տենաս իրան ու գրկես։ Իսկ հիմա շտաբի քիչ ժամանակ է մնացել։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տան։